Ռուբեն Ռուբինյանը վարչապետի ինչ լավ տեխնացու կլինի, բայց այդ խոսակցությունը ոնց սկսեց, տենց էլ արագ ավարտվեց։ Գիշես ամերիկյան քաղաքականության մեջ, որ Իլոն Մասկի ու Թրամփի այն ամենամեծ հակասությունը սկսեց այն պահին, երբ որ Իլոն Մասկը ասաց, որ Վենսը հոյակապ տեխնացու կլինի նախագահի։ Ժողովուրդ բռնել եք տալիս Նարեկին ու իրանց խմբակցությանը, եթե իրանք երբևէ որևէ մեկից խորհուրդ ընդունելու ուժ գտնեն իրանց մեջ, խորհուրդ եմ տալի, որ սեփական օրակարգերը առաջ տանել, որովհետև ԱԺ գնալուց առաջ հիմնական քննադատությունը հետևյալն է. գնալու եք Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատեք, այնպես արեք, մարդիկ այդ քննադատությունը չկարողանան հիմնավորել։ Այս մանկապարտեզը հանձնաժողովը եւ այլն վերջացավ, կենտրոնացեք այդ ուղղությամբ, հասկացեք այդ սահմանադրության մեջ ինչ էր կա, որովհետև բացի Ալիևի պահանջից, ես վստահ եմ ընդդեմ կամ փոփոխություններ դատաիրավական համակարգում, որը երաշխավորել է Նիկոլ Փաշինյանի կառավարումը մինչև իր մահվան օրը։ Վերցրեք, ուսումնասիրեք այդ թեման, մարդկանց ներկայացրեք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Ուժը Հայաստանը խաղի մաս է ուզում կազմած լինի, ուզում է ԿՊ-ի խաղի կանոններով ԿՊ-ին հաղթի։ Ոչ թե ընդունում ենք, որ բարեվարկություններ, մյուս օրը տանեն խեղճմարտուն առանձին նստացնեին, պայմանից դուրս է եկել կոնկրետ գոսույթ, գնացեք ԱԺ ընթացակարգերով, հիմա պայմանավորվել ենք, որ այսպես բարեկիրթ ենք լինելու, բայց մեր ազատությունները անքննելի են։ Իրանք այդ դիրքից չխոսեցին իմ հիշելով։ Իրանք նահանջեցին անմիջապես, անմիջապես նահանջեցին։ Հիշեցնեմ, որ բոլոր պատերազմների ժամանակ մենք ունենք ընդհանրապես մեկ բաց սահման, այդ մեկ բաց սահմանը Իրանի հետ։ Էդգար Ղազարյանը դաշտում համարժեք գործիչն է, ընդդիմադիր, երևի միակ, որը որ Իրան նաև թույլ է տալի այդ ոչում խոսալ։ Հիմա Էդգար Ղազարյանին իրանք հենց դրա համար թիրախավորել են, որպիսի կարողանան հեռացնել ԱԺ-ից։ Կովիդի օրերին, երբ որ օգնություն էր եկել Չինաստանից, արկղերի վրա գրված էր թող հայ-չինական բարեկամությունը լինի Արարատից բարձր ու Յանցզի գետից երկար։ Անա Կոնջորյանը ասում է Նարեկ Կարապետյանին, բա կարաս տաքսի կանչես գնաս արա, թեգնելով ինձ քեզ բոլորիս, ովքեր որ Արարատին կարևորություն են տալի մեր հայկական ինքնության կոնտեքստում։ Կոնջորյան Հայկ ջան, կարաս տաքսի կանչես ու գնաս Ջեմուկի մեր լեռները, որոնք որ մեր հսկողության տակ չեն, ու արծվաշեն, որ Հայաստանում կան օկուպացված տարածքներ եւ երբ որ ինչ-որ մեկը հեգնում է ձեզ Արարատը սիրելու համար, ասեք երբ այդ դու ունես ես արը, որ ես ու դու չենք կարող գնալ մեր սուվերեն տարածքի հատվածներ։ Միանշանակ, իսկ ես էլ կավելացեմ Կոնջորյան Հայկ կարս կարգի հրավիրես եղբորդ անակնկալ էր Ալեն Սիմոնյանը, որ ինքը չի այլևս ԱԺ նախագահը, նույն ձև էլ անակնկալ էր Արմեն Գրիգորյանը, որ այլևս ինքը չի աղք, արդեն նոր աղք ունենք։ Ես համոզմունք եմ, որ ավելի համապատասխան աղք է Ալեն Սիմոնյանը։ Ինքը իրան չի դիտարկում միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ինքը համարում է իրան ժողովրդի հայր։ Ահա որ այդպես հայր ունենանք հանգած շատ ահավոր։ Դա ասում է պետությունը իմ օջախն է, դա օթից է, բոլորից գլխին։ Հազանգը կգնես էլի ասում են, ես չեմ սում արկած ընտանիք ուտեմ, բայց մտ իրա դաստիարակած երեխեքին էլի հələ։ Խփում եմ էլի։ Ես չեմ խոսալ դրա մասին։ Մի խոսա, ես կասեմ, հա։ Ասեցի։ Ողջույն ընկերներ, այս շաբաթ ես ու Անդրանիկը քննարկում ենք ազգային ժողովում տեղի ունեցած իրադարձությունները օրակարգային, ինչպես նաև կանրադառնանք մեր նոր աղքի հարցին այդ ընտրվելու, ուրեմն ես սկսելուց Անդրանիկին հարցում ասում Անդրանիկ, քեզ ներկայացնեմ Օքսֆորդի համալսարանի ուսանող, ասում է, չէ, ինձ ներկայացրու, ուղղակի որպես մտածող մարդ, որտեվ մեր օրերում մտածող մարդն է ամենակարևորը, ինչի հետ անկասկած ես համաձայն եմ, ու կարծում եմ մեզ նայողներն էլ մեծապես, այսինքն մեծապես չի, հաստատ բոլորը մտածող մարդիկ են, գնահատող այդ մտքերը, որոնք մենք այստեղ գեներացիոն փորձում ենք լուծումներ գտնել։ Անդրանիկ ջան, մենք տեսանք ազգային ժողովում ինչ է կատարվում, այսպես բարեպաշտությունը իրենց ըստ իս կեղծ, իրենց այդպես կոնստրուկտիվ ելույթները, որոնք իրականության մեջ այնքան էլ կոնստրուկտիվ չեն, երևում է, որ պայմանավորվածություն կա զրոյական կետից, այսպես ասած, սկսելու, ու այս իրենց մարտավարությունը իմ անձնական կարծիքով տապալման է դատապարտված, դրա մասին ես ավելի հստակ արդեն իմ կարծիքը ասելուց կբացեմ, ուզում եմ քո կարծիքը լսել այս իրադարձությունների շուրջ։ Հա, Սամվել ջան, ողջույն, ուզում եմ ասեմ, որ շատ հետաքրքիր ֆենոմեն ենք մենք հիմա տեսնում, որ ազգային ժողով անցած ուժերը փորձում են դիմակայել կամ ոնց ասեմ, պատասխանել այն մարդկանց քննադատությանը, ովքեր որ իրանց չեն ընտրել, փոխանակ պատասխանեն այն մարդկանց քննադատությանը, ովքեր իրանց ընտրել են։ Հիմա բացատրեմ ինչ մասն է խոսքը։ Իրանք ըստ էության փորձում են դիմակայել են քննադատությանը, որ բոլորս երկար ժամանակ ասում ենք, որ բևեռացված պայքար անտրաշավի ընթացքում ու գնալու են ԱԺ իրար վիրավորեն, ծեծեն եւ այլն։
հերթական նախորդ ԱԺ-ի պես ԱԺ ենք ունենալու։ Հիմա իրանց առաջի օրվանից աշխատանքները ուղղված են նրան, որ ցույց տան, որ որակապես ուրիշ ԱԺ է սա, ու իրանք բոլորը երբ որ ասում են Բոշա, Լիր եւ այլն այդ տրամաբանությամբ հատլան, իրանք դրան են փորձում պատասխանել։ Բայց սա շատ հետաքրքիր սիտուացիա է ստեղծում, որովհետև իրանց ամբողջ քարոզարշավը ուղղված է հենց այդ ուղղությամբ եւ փաստացի ընտրել են իրանց մարդիկ, ովքեր որ այդ քննադատությունը չէին անում, իրանք նորմալ էին վերաբերվում այդ հարաբերություններին, ասեմ ավելին, դրա շահառուն էին եւ դրա սպառողն էին, նրանք ովքեր իրանց ընտրեցին։ Ու նրանք ովքեր որ ինչպես ասացի դրա սպառողն էին, նաեւ դեմ չէին հիմնականում կամ կիսով չափ դեմ են իրանց ԱԺ գնալ։ Հաստատի ով իրանց ԱԺ է հասրել այդ մարդկանց քննադատությանը, ոնց որ իրանք չեն հետևում, բայց հետևում են նրանց քննադատությանը, ով իրանց չի ընտրել, որը որ իմ կարծիքով էական սխալ է եւ այս պահին իրանք ԱԺ-ում գործող ընդդիմությունը ավելի քիչ մարդ են ներկայացնում, քան թե առաջի օրը որ գնացել էին ԱԺ։ Այդ պետքա մի հատ ուշադրություն դարձնել դրան, էլի։ Պատկերացրեցի, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Հասկացա։ Ուղղակի գիտես, կարա այսպիսի քննադատություն լինի, ես ինքս ռեֆլեքսիա շատ եմ անում, ինչ եմ ես ասում, ինչ եմ քննադատում, օրինակ ինքս քննադատել եմ այդ վիճակները, երբ որ մենակ այդպես վիրավորանք, այդպես կրթության, իսկ այսօր ես քննադատում եմ արդեն, որ իրանք բան են, էլի, ոնց որ համ նալին եմ խփում, համ մեղին։ Ու այսպեսի մի հատ սիտուացիա ես ինքս էլ էլի մտածում եմ, լավ, իրանք ներսում գտնվելով իսկապես էլի ինչ անեն, չես կարող, հնարավոր չի կոնստրուկտիվ աշխատել այս վտանգների, այս ռիսկերի պայմաններում, բայց երբ որ տեսնում ես, որ ազգային ժողովում ըստ էության բովանդակային ինչ որ հարցել չի քննարկվում, դա էլ է խնդիր։ Ես ինչ որ լուծում գտել եմ դրան, օրինակ ես կարծում եմ, որ երբ որ ռազմոր կա է սկսում, այսինքն մարդիկ սկսում են կախվել այդ սրիկայաբար բարձրացնից այդ շատ տեղին սուր քննադատություններ, ես օրինակի համար ընդհանրապես մտածում որ ազգային ժողովը նախատեսված է նմանատիպ նաև նմանատիպ քննարկումների նմանատիպ քննադատության համար ես կարծում եմ, որ պետքա տեղ ունենա էլի նմանատիպ խոսակցությունները ու պետքա իշխանություններով որ այսքան բանա բերել ինքն էլ շատ ավելի հանգիստ տանի, որ իրեն կարող են հիշեցնել իր բերած աղետների մասին, այնպես որ չեմ կարծում որ կարիք կար այսքան շուխուր սարքելու որն էր դրա դեմ լուծումը, օրինակ երբ որ իրանք անընդհատ վիրավորում էին ԿՊԱ-ականները դրանի պատասխանատու սրիկաբարն էին օգտագործում, պետք էր ոչ թե դրան պատասխանել կամ կուլ գնալ կամ այլ դուրս գալ, օրինակ Կոնջորյանը որ խոսում է ինչ-որ մեկին արժից դուրս շպրտելու մասին, պետք է Կոնջորյանին հիշեցնել, որ ինքը այդպիսի իրավասություններ չունի, իրան չտրված չի մանդատ որևէ մեկին այլ մանդատ ստացած դուրս հանել խորհրդարանից, այդ առաջի հերթին, իսկ երկրորդ հերթին էլ պետք է հիշեցնել, որ այստեղ կոռուպցիոն շատ ռիսկեր կան։ Այսինքն իրանք խոսում են ռազմորկայով, դուք ելեք ու պատասխանեք, որ գիտեք ինչ կա, մի ցրեք թեմաները, օրինակի համար Կոնջորյանի եղբոր, Կոնջորյանի կնոջ հետ կապված, այլ մնացած ավելի օրակարգային են խնդիրները, որոնցով հնարավոր է անկյուն քշել ԿՊԱ-ականներին, որոնց պատասխան չունեն իրենք պարզապես։ Այո, այստեղ Այդ նալին ու մեխին խփելու մասով էլ էլի մի հատ ասա, դու ինչ ես կարծում։ Տես, մենք գործնականում փորձում ենք միշտ տեղին քննադատենք, չէ՞, կոնստրուկտիվ քննադատություն անենք։ Այսինքն մենք քննադատում ենք եւ ընտրությունը, եւ ընտրությունից բխող գործողությունները։ Եթե ընտրությունը կատարվել ավելի որակյալ ԱԺ ստեղծելու, բարեվարկություն եւ այլն, այդ հարթությամբ նրանց դեմ պայքարելու, ուրեմն դա պետք է լավ արվի։ Այսինքն մենք երբ որ ասում ես համնալին համբար, ասում ենք, օքեյ, մենք ասում ենք մի արեք, բայց որ արել եք, ուրեմն դա լավ արեք։ Նես որ դա այդքան է նալին ու բանին խփել չի, ինչքան է լինի տրամաբանական շարունակությունն է։ Ճիշտ է, իրանք այդ խոսույթով են, չէ՞, իրականում ապոկալիպտիկ խոսույթով են եկել ու հենց այդ սպասումներն էլ առաջացրել են փաստացի։ Այո, հիմա անգամ ստեղ մի հատ կարևոր բան կա, որ իրանք թերանում են իմ կարծիքով։ Երբ որ ես ու դու օրինակ պրոյեկտ ենք մեր վրա, հիմա բանավիճելու ենք ենթադրենք եւ պայմանավորվում ենք, որ բարեվարկության կանոնները ABC-ն են եւ սրան շուրջ ենք բանավիճելու, չէ՞։ Ես եթե դա խախտում եմ, բանավեճը անցկացնող մեդիատորներին դու կարաս դիմես, ասես Անդրանիկին կարգի հրավիրեք, բայց դու չես կարող իմ խախտումը օգտագործել որևէ ձևի իմ խոսքը սահմանափակելու համար, պատկերացրեցիր, իսկ ԿՊ-ն փորձում է այդ ուղղությամբ գնա, փորձում է падգամավորի իզոլացնի, իզգոյ դարձնի ու իրանք չեն պայքարում այդ հարթության մեջ։ Իրանք պետքա գնային ասային ոչ թե ընդունում ենք, որ բարեվարկություններ մյուս օրը տանեն քեշմարտուն առանձին նստացնեին, անկախ նայած ես իրան ոնց են վերաբերվում, էլի։ Այդ իրանք պետք է ասեն, եղբայր պայմանավորվել ենք,
պայմանից դուրս է եկել կոնկրետ խոսույթ, գնացեք ԱԺ ընթացակարգերով հիմա էթիկայի հանձնաժողովն է ձևավորվել, առաջ գնացեք։ Դա չի նշանակում, որ դուք որևէ պարագայում մեր խմբակցության որևէ падգամավորի խոսքի վրա կարող եք որևէ ձևով վերահսկողություն ալ պատասխանեք սուր նույն ձևի, մենք այս դրակ առաջնորդ ենք, մենք պայմանավորվել ենք, որ այսպես բարեկիրթ ենք լինելու, բայց մեր ազատությունները անքննելի են։ Իսկ երբ որ դու այդ դիրքից չես խոսում, իսկ իրանք այդ դիրքից չխոսեցին իմ հիշելով։ Իրանք նահանջեցին անմիջապես նահանջեցին։ Մի խոսքով, բացի այդ իրանք պետք է հասկանան, որ դիմացի կողմը մեկալ ունենալու է կոնտրոլը այդ բարեվարկության բարոմետրի աստիճանների վրա, եւ առհասարակ այդ խաղի մեջ մտնելը անիմաստ է։ Ընդհանրապես մի անգամ Давайте жить дружно в очи մեջ Ռուբինյանը մի բան ասեց, իրանք պետք է ասեն, հա, մենք էլ ենք համաձայն, ու դրանից հետո ցանկացած վերադարձ այդ թեման, իրանք պետք է պրոստը արհամարեին, եթե մի թեմա չի, որ մենք այդ 10 օր բարեվարկություն խոսանք։ Առհասարակ Բատեղից ԱԺ-ի մեր մոտ սահմանադրությունը հենց կներեք, բայց հիմար ձևի ասարկած, որ ԱԺ առաջի 2 շաբաթը նայել չի լինում, որովհետև 2 շաբաթ անիմաստ բաների վրա է գնում, մարդկանց են քննարկում, բացատրեմ ինչ նկատի ունեմ, նայեք հանձնաժողովը եւ մի փոխնախագահ պատկանում է օրենքի ուժով ընդդիմությանը։ Հիմա այդտեղ պետք է դա ֆիքսվեր ֆորմալ առումով ձեզ է պատկանում, դուք ընտրում եք, ներկայացնում եք, ընտրվում է, ոչ թե ինչ է նշանակում հարց ու պատասխաններ տեխնացուի վերաբերյալ։ Դա այդ ուժին է պատկանում, այդ հանձնաժողովի նախագահությունը։ Չպետք է մեծամասնությունը դեր ունենա այդ մարդու որոշման մեջ։ Սահմանադրության մակարդակում ախր սխալ բաներ կա, հասկանում ես։ Ոնց որ ես ասեմ, սրա այս իրավունքը, այս որոշումների իրավունքը կոպիտ ասած քեզ է պատկանում, բայց որոշում իրականացնելուց մինչև ես չասեմ, դու չես կարող։ Մոտավորապես տենց մի բան է ստացվում, էլի, ու տենց ես դրա համար շատ չէի հետևում, որտեղ ինչ հետևեմ, ոնց որ բամբասանքի շղթայի հետևես։ Դու այն ժամանակ սենց ես արել, Պողոսը ասում է դու նենց ես արել։ Անձեր են քննարկում, էլի։ Հա, եթե գիտեք, անձեր ես նորմալ եմ համարում քննարկել, մանավանդ եթե բանն են այդ հանձնաժողովների նախագահ են բանանում, պետք է էլի ոնց որ իր բարեվարկությունը կարս քննարկես, բայց ես չտեսա այդտեղ անձերի ըստ էության քննադատություն ու քննարկում, ես տեսել եմ ռազմորկաներ, մի հատ սրիկայաբար, այնա դա բան էլ չի, ինքը այդ այսպես ասենք իրավիճակ է, էլի բնութագրել այնպես է չի, ոչ որ մեկին սրիկա է ասել։ Մի խոսքով այդ մի կողմ թողնենք այդ բոլոր դետալները մնացած բաները, ես կարծում եմ, որ ուրախ Հայաստանը պետք է ավելի, ոնց ասեմ, էլի աջակցեր իր падգամավորին, իսկ արդյունքում իմ մոտ ամեն դեպքում այդ տպավորություն չկա, ես նայել եմ այդ հարցազրույցների բաներ ասում եմ, որ եղել է աջակցություն, բայց այդ այնքան էլ տես չի։ Ու իմ աչքերով ու այս ամենի արդյունքում գիտես իմ մոտ այնպես տպավորություն առաջացավ որ իրանք իբր թե պլան ունեին այդ զրոյական կետից սկսելու ուժեղ Հայաստանում իրանք հույս ունեին որ այդ բարեվարկությունը խախտելու էր առաջի հերթին ԿՊ-ն ու իրանք այսպես դնելու են ասեն այ տեսեք մենք բարեվարք ենք դուք ոչ դրա համար մենք այս ճանապարհով ենք գնում իսկ իրանք են པարզ ճշմարտություն չասան որ դու ասես այդ բարոմետրը այդ բարեվարկության կառավարումը իշխող ուժը օրվա իշխանությունը ու իրանք են որոշելու այսինքն փաստացի այդ ելույթից մի որոշ ժամանակ առաջ ելույթ էր ունենում Վագն Ալեքսանյանը ու գիտես ինչ վիրավորական ասենք ոչ սրիկաբար չհնչեց բայց երևի սրիկաբարը հնչեր ավելի քիչ վիրավորական էր քան այն որ ինքը այսպես ասած այդ երեք օլիգարխներին այդ թվում նաև ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարի հորեղբորը այսպես ասենք ամենաուղղակի կերպով ակնարկում է որ տգետ է ակնարկում է որ պետք է այբուբեն սովորի ու նման բաներ այսինքն փաստացի այդ ինչպես ասեցի իրանց ձեռքում է ու իրանք ոնց ուզում կառավարում են ու այս պայդրությամբ այդ խաղի մեջ մտնելով ուժեղ Հայաստանը խաղում է ԿՊ-ի կանոններով ու ինչպես եւ ես մի անգամ նշեցի քանի որ հստակ է որ ագրեսոր են ԿՊ-ականները իրանք ագրեսիա են տանելու վաղ թե ուշ ու ի սկզբանե մենք շատ հստակ տեսենք չէ որ ուրեմն Էդգար Ղազարյանի մասով կար այսպես ասենք ընդգծված վերաբերմունք, չէ՞։ Օրինակ իր անունը հնչելիս ծափ էին տալիս, շատ հստակ ասում էին, որ հələ սպասեք, հələ դու արի ազգային ժողով, այսինքն հստակ է, չէ՞, որ իրենք ակնարկում են, որ ծեծելու են այդ մարդուն, ակնարկելու են, որ ներգործություն են իրականացրել։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Ի սկզբանե իրենք եկել են դու գոնե թե այդ խոսույթին հենց ըստ էության պատասխանից ասես, որ եղբայր դուք այդ նպատակն ունեք ու դուք առիթ ցանկացած դեպքում ինչ որտեղ գտնելու եք ինձ վնասելու համար, իմ նկատմամբ ներգործություն իրականացնելու համար, հիմա մտել են այդ խաղի մեջ, քննարկում են սրիկայաբար, չգիտեմ եւ այլն։ Սա ազգային ժողով ու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն է, որտեղ այդ սուր խոսույթը պիտի լինի։ Առավել եւս այդպիսի խոսույթի համար
այսպիսի շուխուր բարձրացել, չգիտեմ, էլի, որովհետև ես հիշեցնեմ, որ նախորդ գումարման ազգային ժողովում սրիկայաբար բար չէ, ինչ ասես հնչել է իրանց հասցեին, ինչ ասես, չգիտեմ, հողատուններ, դավաճաններ սկսած են ամենավերջին վիրավորանքներից ու այդ թվում իրենք պատասխան, իսկ քարոզարշավի ընթացքում երևի հիշեցնելու կարիք չկա, թե ինչ ատելության խոսք ու ինչ խոսույթ են օգտագործել հենց նույն ԿՊԱ-ականները։ Այսինքն այստեղ խաղ է գնում էլի ոնց որ ու այդ խաղի մեջ են մտել մյուսները չէ, իրականում Հայաստան դաշինք այդ խաղի մաս չի կազմում, ոնց ես եմ տեսնում, բայց ուժը Հայաստանը խաղի մաս է ուզում կազմած լինի ու ուզում է ԿՊ-ի խաղի կանոններով ԿՊ-ին հաղթի, ինչը ակնհայտ է, որ չի լինելու։ Տեսեք, մի հատ ուրիշ նրբություն է կա։ Արցախի կորուստից հետո սա նոր արժի է։ Քո ասա իրանց հանդեպ բարևարկությունից դուրս խոսույթը, ոնց որ դու նշեցիր, միշտ ուղղված ա եղել պատերազմի պարտությանը, Արցախի կորստին։ Այո։ Իրանք համարում են, որ այս ընտրություններով, եթե նախորդ ընտրություններով իրանք պատասխանել են հարցին, որ պարտության մեղավորի իրանք չեն, այս ընտրություններով իրանք պատասխանեցին են հարցին, որ Արցախի կորուստը անխուսափելի էր ամենակիչը, այդ դրա բերումով իրանք այդքան են մեղավոր չեն, եւ բարևարկությունը մեջտեղ բերելով փորձում են զսպել այդ սուր քննադատությունը, որի արդյունքում հասարակությանը հիշեցնելու էին այդ խնդիրները։ Այս շերտն էլ է շատ կարևոր, որովհետեւ իրանց բարևարկությունից դուրս խոսակցությունները հիմնականում այդ թեմա, ուրիշ թեմայով չէ, ասում դու չեն գալի ասում ու իհարկե ստեղ չեն կարելի այդ բառերը ասեն, ոչ չեն ասում դու սենց ես, դրա մասին է խոսքը։ Էդգար Ղազարյանի անձը պետքա շատ ուշադիր ուսումնասիրել են առումով, որ ինքը այն գործիքակազմը քարոզչական, որը որ հիմնականն է ԿՊ-ի համար, այն է սուր ելույթներ, հեգնական, կիսահումորային, սարկաստիկ, ցինիկ խոսելաոճը, իրանց գիգանտներից դուրս, այսինքն Վահագն Ալեքսանյան, Ալեն Սիմոնյան եւ այլն Կոնջորյան, Էդգար Ղազարյանը դաշտում համարժեք գործիչն է, անդիմադիր, երևի միակը, որը որ իրան նաև թույլ է տալի այդ ոչում խոսալ, դուք ես կարողանաս դա թույլ տալ, ես ինչ չեմ կարող օրինակ։ Հիմա Էդգար Ղազարյանին իրանք հենց դրա համար թիրախավորել են, որպիսի կարողանան հեռացնել արժից։ Դու որ ունես ինչ որ մի բանից լավ լինես, չէ՞, դու փորձել ես այնպես անել, որ ոչ մեկ այդ նույն բանից լավ լինող որևէ մեկը դաշտում չլինի։ Դա նաև պատճառներից մեկն է, որ իրան թիրախավորել են։ Երևի այս թեմայով այսքան է ու ես գոնե ուրախ եմ, որ խմբակցությունից չհեռացրեցին, աթոռի տեղը փոխելով սահմանափակվեցին։ Նարեկին ու իրանց խմբակցությանը ուղղակի եթե իրանք երբևէ որևէ մեկից խորհուրդ ընդունելու ուժ գտնեն իրանց մեջ, խորհուրդ եմ տալի, որ շատ ուշադիր լինեն իրանց օրակարգերի մեջ, սեփական օրակարգերը առաջ տանել, որովհետև ԱԺ գնալուց առաջ հիմնական քննադատությունը հետևյալն է. գնալու եք Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատեք, այնպես արեք, մարդիկ այդ քննադատությունը չկարողանան հիմնավորել։ Գոյություն ունի սահմանադրական հանրաքվեի թեմա ու գոյություն ունի սահմանադրություն, որը ոչ մեկ փաստացի չի տեսել։ Այս մանկապարտեզը հանձնաժողովը եւ այլն վերջացավ, կենտրոնացեք իմ հորդորնա այդ ուղղությամբ, հասկացեք այդ սահմանադրության մեջ ինչեր կա, որովհետեւ բացի Ալիևի պահանջից, ես վստահ եմ ընդեղ կան փոփոխություններ դատաիրավական համակարգում, որը երաշխավորել է Նիկոլ Փաշինյանի կառավարումը մինչև իր մահվան օրը։ Վերցրեք, ուսումնասիրեք այդ թեման, մարդկանց ներկայացրեք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը։ Միանշանակ։ Այդքան է, զուտ խորհուրդ որպես։ Իդեպ այդ մասով, ճիշտ ասած, ես ԿՊԱ-ականների մոտ տեսա այդպիսի քննարկումներ կան, որ Ռուբեն Ռուբինյանը վարչապետի ինչ լավ տեխնացու կլինի հաջորդ անգամ, բայց այդ խոսակցություն ոնց սկսեց, տենց էլ արագ ավարտվեց, որովհետև ես համոզմունք ունեմ, գիշես ամերիկյան քաղաքականության մեջ, որ Իլոն Մասկի ու Թրամփի այն ամենամեծ հակասությունը սկսեց այն պահին, երբ որ Իլոն Մասկը ասաց, որ Վենսը հոյակապ տեխնացու կլինի նախագահի ու այդ պահից արդեն մենք Իլոն Մասկին էլ չտեսանք Թրամփի կողքին։ Հետո բան կա, չէ, ժողովրդական խոսք է, երևի Ռուբինյանը նամակագրի ժողովուրդ բռնել եք տալիս։ Իսկականից, որովհետև ըստիս Ալեն Սիմոնյանն էլ երևի ուներ որոշակի այսպես ակնկալիքներ ու որոշակի այսպես ասենք, ուտե խոսակցությունը շատ կային, չէ՞ որ ինքը համ այդ բանը ունի, այսպես ասենք ամբիցիան ունի, համ էլ ինչ որ խմբեր կային, որ ասում են որ ԿՊ-ում Ալեն Սիմոնյանի խումբը, որ կարծես թե իրեն առաջ էին տանում ու շատ-շատերը չանց են նոր գումարման ազգային ժողով, ու ես հիշում եմ որ Ալեն Սիմոնյանը մի հատ վիդեո էր գցել, որտեղ
իբր պատճառ AI-ով սարքած վիդեոեր, որտեղ կային տարբեր ֆիգուրներ, ուրեմն ինչն է ամենահետաքրքիրը, մեսեջը այդտեղ բոլոր ֆիգուրներից մի քիչ մեծ ինքն էր, ու ամենամեծ ֆիգուրը Նիկոլ Փաշինյանն էր։ Դե Այն որ ինքը ինքը ասեմ էլի ինքը հա նաև ճեպազրույցի ժամանակ ասաց, չէ, ես միշտ կես քայլ իրա կողքն եմ, կես քայլ հետ, չէ, հա այսինքն ինքը հա սենս ունի այն պատկերացումը, որ մենք պրինցիպի մի քիչ հավասար ենք, ես մի քիչ հետ եմ, բայց ինքը իրան է տեսնում ոնց որ էլի, տենց հա հաջորդը, բայց այդ խնդիրը կա։ այ անցնենք հենց մի հատ աղքին։ Այժմ աղքը Ալեն Սիմոնյանն է ու ոնց որ Արմեն Գրիգորյանն հեռացրեցին իրեն նշանակեցին ու ակնհայտ էր, որ այդ սպոնտան էր։ Սպոնտան որոշում ա եղել, որովհետև Հա դրանից առաջ դե կարելի է այդ եզրակացնել, թե իրենց տված այդ ճեպազրույցներից, նաև ինչպես եւ անակնկալ էր Ալեն Սիմոնյանը, որ ինքը չի այլևս ԱԺ նախագահը, նույն ձև էլ անակնկալ էր Արմեն Գրիգորյանը, որ այլևս ինքը չի աղք, արդեն նոր աղք ունենք։ Ես համոզմունքն եմ, որ ավելի համապատասխան աղք է Ալեն Սիմոնյանը, բայց ամեն դեպքում ոնց որ տեսանք, որ իրեն պահեցին էլի այդ նավի վրա կոպիտած, բայց ինչ որ օրինակի համար ես ահագին ժամանակ ուսումնասիրում ինչով է աղքը զբաղված, փաստացի ոնց որ բուտաֆորիկ կառույց լինի, ինչ ես դու կարծում։ դու դու 2008 թվին քանի տարեկան էի, 11, չէ՞ երևի։ Հա, հա։ Դրա համար է քո մոտ այդ հարցը առաջանում է։ Խնդիրը նրանում է, որ այդ պաշտոնը ստեղծվել է Արթուր Բաղդասարյանի համար, երբ որ ինքը 2008 թվականից հետո կոալիցիա կազմեց Ահա, եւ մասնակցեց մարտի 1-ի, այսպես ասած, ոնց որ ընդունված է ասել, լեգիտիմացմանը, կոպիտ ասած, կոալիցիա կազմելու։ ահա, Այսինքն ինքը իր ծնունդով ըստ էության կոնկրետ մարդուն սիրաշահելու կամ որոշակի մարդու հետ պայմանավորվածություններ արդյունքում ստեղծված կառույց է, ոչ թե անհրաժեշտությունից ծնված։ Հենց որ քո զգացողությունը շատ խորը արդարացված հիմքեր ունի, ինքը կարա տարբեր երկրներ ունեն այդ համակարգը, ինքը կարա շատ լուրջ արդյունավետ աշխատող կառույց լինի, որը որ զբաղվի սպասարկելով եւ արտաքին գործերի նախարարությանը եւ արտաքին պաշտպանության հետ գործառույթ ունեցող բանակին, հետախուզությանը եւ այլն։ Գոնե իմ պատկերացման մեջ ինքը կարա այդպիսի լուրջ դերակատարություն ունենա, բայց ոչ կառուցվածքային առումով, ոչ աշխատակազմի, ոչ ղեկավարների առումով ես երբեք չեմ տեսել, որ Հայաստանում ինքը իրականում այդ գործառույթները կատարի։ Չգիտեմ, ինքը ինչ որ մի տեղ է, որտեղ որ տեղադրում են մարդկանց, ում որ հետագայում կարող է ապետ լինի ուրիշ ինչ-որ մի նպատակով օգտագործել։ հիշեցնեմ, որ Արմեն Գրիգորյանը նույն այդ իրենց տեղափոխության գլխավոր շահառուհիցը ինքն է, Մերժի Սերժինը, դա իր այդ, այսպես ասենք, այդ լոզունգն է եղել։ Նիկոլնը Քայլ Արանն էր։ Այսինքն եկան իրանք Այո, միացան Քայլ Արա Մերժի Սերժին դարձավ ու ոնց որ դա այդպես ասած ուծի շիծիլնի պրիզ իրան ոնց որ ուղարկեցին այնտեղ ու ինքը նաև շատ հուզված էր իրեն ակնհայտորեն նավից դուրս թողեցին ու այսպեսի մի հատ իրավիճակ առաջացավ մի խոսքով կարելի ասել ոնց որ ասեցիր էլի երևի հենց այդպես մարդկանց համար որպես այդպես սրտի մխիթարանք պաշտոն է էլի հա, դե իսկ ասա։ իսկ ինչ ես կարծում հնարավոր է որ նոր սահմանադրության մեջ ավելի բարձր ինչ որ բան լինի դրա համար նախատեսված էլի ավելի բարձր հնարավորություններ Դե չի բացառվում իրականում, դրա համար եմ ասում, այդ սահմանադրության թեման բոլորը միշտ դիտարկում են հանրաքվեի շուրջ, բայց մի հատ պետք է հասկանալ ինքը դրա մեջ ինչ է գրածել, այս մարդիկ մարտ ամսից խոստացան ցույց տալ, հիմա արդեն օգոստոսի կեսնային ոչ մեկ չի տեսել, իսկ դա արդեն անհանգստացնող է, հա իհարկե շատ որովհետև չի բացառվում, որ այն ինչ որ բոլորը քննադատում են, այդ բանի նախաբանի հերացնելը միակ խնդիրը չի դեռ, էլի։ Ես էլ եմ ասում, ես համոզմունք ունեմ, որ այդտեղ կան փոփոխություններ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը ամբողջական վերահսկողություն է ունենալու դատական համակարգի վրա, իսկ հհ եւ լինելու են նաեւ փոփոխություններ այն տեսակի, որ Հայաստանին սահմանափակելու են երբևէ որևէ պարագայում իր իրավունքներին տեր կանգնելուց լինի դա ցեղասպանության հետ կապված հարցերը, լինի դա Արցախը։ Ես տեղ մի հատ շատ կարևոր կիսապատմական ակնարկ եմ ուզում անել, որ չհալարեմ կգտնեմ էջումս կտեղադրեմ մի հոդված, որ 10 գրել եմ 15 թվականին։
Բանը ինչումն է, ռուս-թուրքական պայմանագրերը հատուկ կետերով ենթադրում են գործողություններ ռուսական կողմից, որոնք զսպելու են Հայաստանում, այսպես ասենք, ռևանշիստական թուրքերի դիտարկման գործողություններ, այսինքն ցեղասպանության մասին խոսելն էր սահմանափակվում, հղումներ անել մինչև այդ գոյություն ունեցող պայմանագրերին, որոնք Սևրին օրինակ, որոնք իշահմեզ են, կգրեմ գրածս կգտնեմ, կդրեմ մարդիկ կոնկրետ կարդան։ Հիմա process-ները ո՞նց են գնում։ Մենք ասում են առանց միջնորդի են գնում շփվելու, չէ՞, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Ու իմ մոտ զգացողություն կա, որ այդ պայմաններից Թուրքերը հետ չեն կանգնել եւ դրանց երաշխավորը, եթե հիմա Ռուսաստանը չի, դրանց երաշխավորումը վերցրել է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Եվ դրանք իմ կարծիքով տեղ են գտել նոր սահմանադրության մեջ, եւ դա իմ ամենամեծ անհանգստությունն է։ Բերեմ պարզ օրինակ։ Սրա մասին ինձ թվում է ու գլուխ գովալու մասին չի ընդհանրապես տեղ խոսքը, ուղղակի սրա մասին իզնից բացի ոչ մեկ չեմ տեսել, որ խոսի։ Սրա ինչ օրինակ բերեմ, որ հասկանաք ինչի մասին է խոսքը։ Օրինակ պետական խորհրդանիշների մասին սահմանադրությունում կա հոդված, որը սահմանում է դրոշը, գերբը, հիմնը։ Իրանք կարան ավելացնեն քարտեզը, որը էական խնդիր է։ Հասկացա՞ր։ Ինչ որ արդեն արել են ՊՆԳ բանի վրա, բանը շևրոնների վրա արդեն կա։ Իրանք կարան ֆիքսեն, որ ցեղասպանությունը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական օրակարգի մաս սահմանադրության մեջ որևէ ձևով։ Իմ որ չեմ ուզում շատ երկարացնեմ, բայց այս սրանք էական խնդիրներ են, մարդիկ կապերը ճիշտ չի հասկանան, ինչ է նշանակում իրանց այս քարոզը հակառուսական, մոթում հազիվ ռուսներից պրծնում են։ Ամբողջության մեջ դա ինչ է նշանակում։ Ու թող լավ հասկանամ, այն խոսքերը, երբ որ ասում են 300,000 ադրբեջանցի գա, դա այնքան շատ ավելի քիչ լուրջ քննադատություն է, քան այն ինչ որ ես ասում եմ, որովհետև ոչ իրատեսական բանի շուրջ են մարդկանց կենտրոնացնում, փոխանակ էական սահմանադրության մակարդակի վտանգները ցույց տա։ Ես եմ ուզում ասել։ Հասկացա, բայց այս բանի մասով մի հատ մեկնաբանություն տամ, քեզ Նիկոլ Փաշինյանը ուզելու է ցմահ ղեկավարի, ինքը օրինակ չգիտեմ էլի, հնարավոր է ինքը ցանկանա հենց Ռուբեն Ռուբինյանին իրենց հետո թողին Բիպայի մոտ տենց մի հատ միտք արեցա, որ իսկ կարող է ինքը պատրաստվա Ռուբեն Ռուբինյանին որպես փոխարինող իրեն, բայց չգիտեմ, հետո զգում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ոնց որ նահանջելու տեղ չունի, ինքը ուզում է ոնց որ թե ցմահ մնա։ Ես համոզված եմ, որ ինքը իրան չի դիտարկում միայն որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ցանկացած հայրափոխության առաջնորդ ինքը համարում է իրան ժողովրդի հայր։ Վերցրեք, նայեք հեղափոխությունները։ Ինչ ահավոր է, որ այտենց հայր ունենանք հանգարց, շատ ահավոր է։ Դա ասում է պետությունը իմ օջախն է, դա օթից է, բոլորիս գրքին։ Հազանգ կգնես էլի, ասում են, ես չեմ սիրում մարդկանց ընտանիք մտնում, բայց մեծ իրա դաստիարակած երեխեքին էլի հələ։ Խփում եմ էլի։ Ես չեմ խոսալ դրա մասին։ Մի խոսա, ես կասեմ, հա։ Ասեցի։ Հիմա ասենք անկեղծորեն նայեք, էլի բոլոր ձեր իմացած մտեք ChatGPT, ասեք հələ հաջողված հեղափոխություններ, որը ինչքան է մնացել, ում հետ ինչ ա եղել եւ այլն։ Այսինքն այդ սինդրոմից ինքը չի խուսափել, դրա համար ինքը մնալու է մինչև վերջ։ Հասկացա, բայց ընդհանուր առմամբ գիտես, պատմությունը ցույց է տալի, որ հեղափոխականների վերջը շատ հաճախ վատ է լինում։ Ցույց է տալիս, բայց մենք խոսում ենք իր տրամադրվածության մասին, իսկ վերջը արդեն ժողովրդից մեզնից բոլորից է կախված։ Հա, միանշանակ ժողովուրդն է վերջին խոսքն ասելու։ Ճիշտ է, մեկ էլ մի հատ թեմա էլ երևի շոշափենք, ջանց հիսում եք սահմանադրության մասին, ես շատ կուզեմ, որ այդ տեքստը լինի, որ ես կարողանամ կարդամ, համեմատեմ ներկայիս սահմանադրությամբ եւ այլն, այդ արդեն ավելի առարկայական այդ ժամանակը քննարկեմ, բայց կարելի է քննարկման մեջ այդ թեմաներն էլ մտցնել, որովհետեւ այս վերջերս էլ հենց իրենք հաստատեցին, որ անկախության հռչակագրին հղումը արդեն իսկ չկա, ու փաստացի ոնց որ պետքա շատ վատ բաների սպասենք, թե ինչա լինելու հետագայում էլի ներսում այդ սահմանադրության։ Ուղղակի գիտես, ես մի հատ բան պետքա ասեմ։ Այստեղ մենք տեսնում ենք տնտեսական վիճակը գնալով Հայաստանում ծանրանում է ու արդեն շատ դժվար լինելու դա թաքցնել, որովհետև փաստացի ռուսական շուկային ալտերնատիվ այս պահին չկա այդ մեծության շուկա, որ այդ քանակի բանը կընդունի։ Տարբեր գործընթացներում առողջապահական ապահովագրությունը, որը արդեն համավճարով է դառնում, այդ կլինի թոշակառուների թեման, որ արդեն իսկ
բանը նոր պարտքեր են պետական ներգրավում, այսինքն փաստացի մի հատ խնդիր է առաջանալու, ընդհանուր առմամբ ես որ ուսումնասիրում էի դիկտատուրաները, այսինքն մի հատ հստակ ճշմարտություն կա, դիկտատուրան պահանջում է մեծ ռեսուրսներ, այսինքն դու պետք է գող պահես մարդկանց եւ այլն, այդ մեծ ռեսուրսը Հայաստանը չունի տոտալիտար համակարգ ձևակերպելու համար, դրա համար պետք է ինչ-որ մի հատ ուրիշ ուժային կենտրոնի աջակցություն, օրինակ պատմականորեն այդ ուժային կենտրոնները եղել են ԽՍՀՄ-ն ու Ամերիկան, այս պայդրությամբ ով որ կարա ապահովի որևէ առավել փոքր ինչ-որ պետության ներսում տոտալիտար համակարգ, բայց իրեն ենթարկվելու պայմանով, կրկին այդ Ամերիկան է, այդ Չինաստանն է, կարծում եմ Ռուսաստանն էլ կարա այդպիսի բան ապահովի։ Այսինքն այս 3 բևեռից բացի դժվար եմ պատկերացնել ուրիշ բևեռ, որ կարա այդպիսի պայմաններ ապահովի։ Արդյոք, նո, այս պահին մենք տեսնում ենք, որ հնարավոր Եվրամիությունն էլ կարողանա ու մենք տեսնում ենք, որ այստեղ կան այդ ակտորները ու ամեն դեպքում Չինաստան, Ռուսաստան հանած կոնսենսուս կա Նիկոլ Փաշինյանի անձի նկատմամբ արևմուտքից, չէ, Եվրամիություն ու Ամերիկա։ Ինչ ես կարծում, իրանք այն բանկա չէ, ամերիկյան խոսքային ասում է he's մի խոսքով, but he's our, չէ, son of a bitch, լավ ասենք, ասել ենք, he's son of a bitch, but he's our son of a bitch։ Հիմա օրինակ դու ինչ Դե ես հա, մենք կոնկրետ մարդու մասին չենք ասում, երևույթի մասին ենք հա, խոսում, բայց ես չեմ կարող ասեմ, ճիշտն ասած, թե ոնց կզարգանա եւ ինչքան ինքը կունենա այդ անհրաժեշտ աջակցությունը, որովհետեւ մեզ ասել է մեր եթերների մեջ, որ ինքը անվստահելի գործընկեր է։ Հիմա ինքը փորձելու է այդ աջակցության կետերը փոխարինի 21 թվականին վերընտրվելու ժամանակ դա իրան ապահովեց Ռուսաստանը, այդ աջակցությունը այս անգամ ապահովեց Եվրոպան եւ Միացյալ Նահանգները։ Հիմա եթե քո հարցը նրանում է, թե որն է լինելու աջակցության կետը, որ ինքը որպես բռնապետ երկար մնա, ցավալիորեն պետք է նշենք, որ ինքը ամենայն հավանականությամբ Հայաստանի շահերը մատականելով միշտ գտնելու է, այսինքն մեկը կորի, մյուսին է գտնելու։ Մեր շահերը այդքան է շատ չեն, շատ երկար չի կարողանալու անի, որտեղ այդքան չկա որ մատականի, բայց մեկը մերն է մատականում, այդտեղ ոչ մի ուրախանալու բան էլի չկա։ հա, միանշանակ։ Հենց որ հարցիդ իմ պատասխանը այն է, որ դու ճիշտ ես ասում, դրա անհրաժեշտությունը միշտ կա, ինքն է փորձով ապացուցել է, որ ինքը բաշխարում է այդ անհրաժեշտությունը ապահովի։ Հենց որ չգիտեմ ինչ կլինի վերջում։ Հա, ուղղակի այդ շահերն էլ ոնց ասացիր անվերջ չեն, ինչ որ պայի էլ մենք ոչինչ չենք ունենա տալու։ Ոչ մի բան ուղղակի չի մնա տալու, որտեղ ամեն ինչ ինչ որ մեկին տված կլինի, մենք է ցավոք փոքր պետություն ենք, ինչևէ, գիտես, ես օրինակ նկատում եմ մի հատ էս բանի վերջի թեման, մեզ 10 րոպե ժամանակ է մնացել, կարող ենք այս թեման էլ քննարկել, թրիփի մասով, ուրեմն ես տեսա, որ կրկին ինչ-որ կոնկրետ խոսակցություններ են ակտիվանում, էլի ինչ-որ կառույցներ եւ այլն, բայց նաեւ Իրանից արդեն մեսեջներ են գալի, որ իրենք դեմ են այս ծրագրին։ Օրինակ դու ո՞նց ես կարծում, ընդհանուր առմամբ հնարավոր է թրիփի նման ծրագիր իրականացնել այս պայմաններում, երբ որ Իրանում այս իշխանությունն է։ Այսինքն ես պատկերացնում եմ, որ իրենք որևէ կերպ թույլ չեն տալու ու անգամ ես կասկածներ ունեմ, որ իրանք կարող են խփել ենթակառուցվածքներին, եթե բան սկսվի ինչ որ, որովհետև ակնհայտ է, որ ուրեմն ովքեր որ եկել էին Հայաստան բանակցելու թրիփի մասով, երեք հրեա էին եկել, մեկը հրեական լոբիից շատ սպես կարկառուն մարդ, այս բանը անունը չեմ հիշում, մեկը Սակալովն է հրեական արմատներով Ռուսաստանի հրեա, չէ, ով որ Ամերիկայում է բիզնեսով զբաղվում, Հայաստանում բավականին ակտիվ բաներ է ձեռք բերում, ակտիվներ է ինչ որ ձեռք բերում։ Այս պայմաններում Իսրայելի կապը թրիփի հետ անտեսելը իմ համար անհնար է ամեն դեպքում ու այդ չկապել նաև Իրանի գործոնի հետ։ Այսինքն այստեղ մենակ Ադրբեջանի շահը չի Նախիջևանին միանալու, այստեղ կան ավելի բազմաշերտ է հարցը, մենք տեսնում ենք Իրանի դիրքորոշումը մանավանդ պատերազմում գտնվող Իրանի շատ հաստատ բան է լինելու, ծայրահեղ է լինելու, թե հնարավոր է այս պայմաններում նման ծրագիր իրականացնել։ Ու արդյոք ու քո կարծիքն եմ էլի ուզում իմանամ Թրիփի մասին։ Տես թրիփի մասին իմ ամենամեծ ոնց որ բանն է, որ ինքը այն տեսակի պրոյեկտ չի իր մասշտաբի բանի մեջ, որ պետությունը կարիք ունենար, որ երրորդ կողմ դա իրականացներ։ Հայաստանը պետքա վերցներ սուվերեն դիրք եւ իրական հանդես գար որպես իրական խաղաղության խաչմերուկ, եթե տենց ձևակերպենք, երաշխավոր, այսինքն ես երաշխավորում եմ ձեր բոլորի խաղաղ եւ անխոչնդոտ տնտեսական առումով, ոչ թե ով ինչ ուզենա անի, այլ որպես
տնտեսական ճանապարհի մաս, ենթադրենք հին բանով, տերմիններով մետաքսի ուղի։ Ես ապահովում եմ ձեր երաշխարհում ձեր անվտանգությունը եւ այլն։ Ու ինքը իրականացնել այդ պրոյեկտը, վերցնել Ամերիկային դա նախ մաս մտցնել որևէ ձևով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստ, դա իմ կարծիքով սխալ է եղել առաջին հերթին։ Սխալ է եղել դա ինքնուրույն չանելը եւ սխալ են այն պատկերացումները, թե դա իզոլացված առանձին ինչ-որ ճանապարհ է կամ ինֆրաստրուկտուրա է, որովհետեւ դրան զուգահեռ Իսրայելը եւ Ամերիկան հարվածեցին Իրանին, այսինքն ինքը որպիսի այնպես աշխատի ոնց որ ամերիկացի ի սկզբանե ու Իսրայելը ուզում էր, իրանք պետք է ունենային Պարսկաստանում իշխանության փոփոխություն։ Եթե դա տեղ չի ունենում, այդ ճանապարհի ոչ թե արդյունավետություն, այլ ճանապարհի հանդեպ իրանց սպասելիքներն ու իրանց հետաքրքրությունները էականորեն փոխվում են։ Պատկերացրեցի՞ր։ Ու հիմա մենք այդ этаպում ենք, որ կարծես թե իրանց ուզած փոփոխությունները Իրանում չեն կարողանալու իրականացնել։ Իրանք պրոյեկտը իրականացնելու են, բայց մնալու է միշտ լարվածություն Իրանի հետ կապված այդ պրոյեկտի շուրջ։ Ինքը լինելու է մի պրոյեկտ, որ կան կողմեր Ռուսաստան, Իրան, որոնք որ ուրախ չեն այդ պրոյեկտի համար, կա Ադրբեջան, որ ինքը իր մասով բավարարվելու են իր պահանջները, կա Հայաստան, որ չի ստանալու այն ինչ որ ինքը պատկերացնում է, կա Իսրայել եւ Ամերիկա, ով որ աստիճանաբար կարող կորցնի հետաքրությունը դրա հանդեպ, որտեղ էլ իրաց պատկերացումների չափ լավը չի լինելու։ Ինչի՞ եմ ես սա շեշտում։ Երբ որ դա բիզնես պրոյեկտ է 24-76%-ով եւ այլն, ես պայմանագրեր չեմ տեսել։ Ես չեմ տեսել, արդյոք Հայաստանը ունի վետո իրավունք, եթե ստեղծված կազմակերպությունը կոնցեսիոն որոշի կառավարումը վստահել ուրիշ ընկերության կամ վաճառը։ Եթե այդ վետոն նշան չկա պայմանագրի մեջ, ել եմ ասում, ես ինքս չեմ կարողացել գտնեմ ընթերցը։ Սա կարա նույնիսկ դառնա ռուս-ուկրաինական պատերազմի շուրջ Ամերիկա-Ռուսաստան բանակցությունների մաս։ Մարդիկ միշտ հարցերը իզոլացված են անում, դա այդպես չի։ Եթե եթե Միացյալ Նահանգներն են Պարսկաստանը չկարողացա վերափոխել ըստ իմ ուզածի եւ այս ճանապարհը իմ պատկերացումով չի աշխատելու, չէ՞, իսկ ես այդտեղ բանակցում եմ, որի շուրջ շատ էական ավելի կարևոր հարցեր կան, ես կարող եմ սա զիջեմ նրան ուրիշ բան ստանալու ակնկալիքով։ Կարա լինի։ Չի բացառվում, չէ՞, այդ սցենարը։ Իսկ հիմա հաստատ չի մարդիկ Ալյասկա են իրար ծախել, ուզում եմ մեր լսողներին հիշեցնեմ, որ Ալյասկա Ռուսաստանը ծախել է Միացյալ Նահանգների ժամանակի։ Լավ, մի քիչ պետք է բան ռեալ նայել, էլի, ու process-ները ամբողջության մեջ են կալել։ Այս որ այդ է իմ ամբողջական կարծիքը։ Մի խոսքով այդ trip-ի բանանողները, այդ համար դոշ ծեծող բեր այդ արևմտամուտները հնարավոր է եկել իրանց գործողության արդյունքում Ռուսաստանի ձեռքում հայտնվի արդյունքում, էլի։ Լավ, ես այս արդյունքում ես ինքս էլ իմ կարծիքն ունեմ այդ ճանապարհի վերաբերյալ, մի խոսքով այս պահի դրությամբ, քանի որ դեռ շատ բան հայտնի չի, ոնց որ ես էլ ինքս էլ շատ չեմ խոսում դրա մասին, ես ընդհանրապես տեսնում եմ 3 հրեա են եկել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման, եթե ես տեսել եմ, այսինքն public է եղել, իրանցիները տեսել են ու ես համոզմունք ունեմ, որ իրանցիների դուրը այդ պատկերը չի եկել ընդհանրապես։ Դրա համար ընդեղից բացա պատկերացնում ենք, ինձ թվում է, որ մենք պետք է մի քիչ ավելի ճկուն լինենք, մենք ունեցել ենք առիթ դրանից խոսելու համար, դու ես ասել, որ այդ ոչ թե անսկզբունքային է պետք լինել այլ ճկուն, իսկ այդ ճկունությունը ենթադրում է մեր կողքին կա Իրան, որի կողքին հազարամյակներով մենք ապրել ենք ու հաստատեցին ոնց որ եղել են էլի խնդիրներ, բայց ոնց որ այն անհաղթահարելի ինչ որ բաներ չի եղել ու մեզ ակնհայտորեն թշնամի չի։ Ես կարող եմ ասել, մեզ ընկերպետություն է ու մենք պետք է իրանց հետ անկախ ամեն ինչից անկախ իշխանությունից եւ այլն միշտ ամենաբարձր մակարդակի հարաբերությունները պահպանենք, իսկ սա խնդիր է այդտեղ, այդ խնդիրն է պետք է ինչ-որ ձևով լուծի, որտեղ ի սկզբանե հիշեցնեմ, որ Իրանն էլ շատ ռադիկալ չէ դրան, իրանք ասում են մենք հարցեր ունենք։ Այդ հարցերին այդ մարդկանց ինչի՞ չեք պատասխանում, օրինակի համար, մոտ այդ հարցն առաջան, որովհետև մենք ավելի շատ ենք կախված Իրանից, քան Իրանը մեզանից, որտեղ հիշեցնեմ, որ բոլոր պատերազմների ժամանակ մենք ունենք ընդհանրապես մեկ բաց սահման, այդ մեկ բաց սահմանը Իրանի հետ։ Մենք չենք կարող կորցնենք դա շատ չափազանց թանկ է մեր համար։ Ու մի հատ հարց էլ կուզեի քննարկել, մենք ունենք 3 րոպե ժամանակ, ճիշտն ասած ես մինչև հիմա սպասում եմ Չինաստանից ինչ որ լուրերի կամ շնորհավորանքների ու այդպես էլ չեկավ, չնայած որ հիշեցնեմ, որ ստրատեգիական գործընկերության պայմանագիր անցած տարի
բան արվել, էլի ստորագրվել, ու Չինաստանը ինչ որ հետաքրքրություններ էր ցույց տալի տարածաշրջանի ու մասնավորապես Հայաստանի նկատմամբ։ Ես նաև մի բան էլ հիշեցեմ Չինաստանի մասով կհիշես, COVID-ի օրերին, երբ որ օգնություն էր եկել Չինաստանից, արկղերի վրա գրված էր թող հայ-չինական բարեկամությունը լինի Արարատից բարձր ու Յանցզի գետից երկար, որից հետո Թուրքիան մի խոսքով աղմուկ էր բարձրացրել եւ այլն, մի խոսքով։ Այսինքն, այս պահի դրությամբ Չինաստանից շնորհավորանք չի եկել։ Մի հատ կուզեի այս երկու րոպեի մեջ դու փորձիր բացատրել, ինչի Չինաստանը չի շնորհավորել նախ, ու որ նա այստեղ Չինաստանի շահը մնացած հարցերը։ Չինաստանի արտաքին քաղաքականությունը քննարկելը բոլոր վերլուծաբանների համար շատ բարդ է, որովհետև ինքը ի տարբերություն Արևմուտքի կամ Ռուսաստանի չունի ընդգծված ինչ-որ դիրքավորումներ եւ այլն։ Իրանք միշտ Հարմարվում է, հա, պայմաններին իր ոչ թե հարմարվում է, իրանք իրանք փիլիսոփայությանը հարազատ լինելով գետի մոտ սպասում են։ Այսինքն իրանք սպասում են, միջև դու գիտես այդ բանը, արևելյան մտածողը, որ միջև իրանք թշնամու դիակը իրանք դիմացով անցնի։ Իրանք շատ համբերատար են։ Ինչի չի շնորհավորել, չեմ կարող ասեմ, բայց շնորհավորանքների մասով մի բան կարող եմ ասել, որ դրանք նաև անձնական բնույթ են կրում եւ նաև դիմացին հարգելու հարթության մեջ է պետք դիտարկել, ասենք թե քեզ չեն շնորհավորում, քեզ չեն հարգում, անկախ նրանից թե Նիկոլ Փաշինյանին եւ հացած այլն տարի եւ չէ այլն։ Չինաստանին հրավիրել մեծ իրանց պարադին։ Ու բավականին լավ տեղ էին նստածել, ոնց որ ազդակներ կար, որ Նիկոլ Փաշինյանին այդ եմ ասում, ուրեմն ինչ որ մի բան այդտեղ փոխվում է, բայց այդ մասով այդքանը մի րոպե է մնացել, ուզում եմ մի հատ շատ կարևոր բան ասեմ, այդ ԱԺ ելույթներից, որտեղ դու Արարատ ասացի, մեկի Ժանա Կոնջորյանը ասում է Նարեկ Կարապետյանին, բա կարաս տաքսի կանչես գնաս Արարատ, հեգնելով ինձ քեզ բոլորիս, ովքեր որ Արարատին կարևորություն են տալի մեր հայկական ինքնության կոնտեքստում։ Ուզում շատ ուղիղ ասեմ, երբ կյանքս առաջի անգամ sense բանավոր մարդու դեմքին չեմ նայում, կամերային նայելով ասում, Կոնջորյան Հայկ ջան, կարաս տաքսի կանչես ու գնաս Ջերմուկի մեր լեռները, որոնք որ մեր հսկողության տակ չեն, գնաս Գորիսի բանի շուրջ լճերը ու արծվաշեն, որտեղ ինքը մատով ցույց է տալի ԱԺ հետևի քարտեզը, որպես վերջաբան ուզում եմ ժողովուրդներ այս բանի մասին նաև մտածի, էլի, որ Հայաստանում կան օկուպացված տարածքներ եւ երբ որ ինչ-որ մեկը հեգնում է ձեզ Արարատը սիրելու համար, ասեք եղբայր դու ունես ես արը, որ ես ու դու չենք կարող գնալ մեր սուվերեն տարածքի հատվածներ։ Միանշանակ, իսկ ես էլ կավելացեմ Կոնջորյան Հայկ, կարաս կարգի հրավիրես եղբորդ։ Այսքան է երևի։